Նիկոլա Սարկոզին նախազգուշացրել է Եվրոպայան խուսափելի փլուզման մասին, եթե այն չպահպանի իր քաղաքակրթությունը եւ հումանիստական գաղափարները եւ չպաշտպանվի ամբողջ աշխարհից։ Նա հայտարարել է, որ Եվրոպան ստեղծվել է, որպեսզի պաշտպանի ինքն իրեն եւ լինի ուժեղ, այլ ոչ թե ճնշվի։ Նա կրկին խոսել է Շենգենյան համաձայնագրի մասին, նշելով, որ եթե երկիրն ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները, ապա հնարավորություն պետք է լինի նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառել կամ կրճատել նրան Շենգենյան համաձայնագրից, հայտնում է Ինտերֆաքսը։ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Քոֆի Անանն իր անհանգստություն է հայտնել Սիրիայում բռնությունների վերաբերյալ, կոչանելով աշխարհին միասնականորեն Դամասկոսին հորդորել անհապաղ դադարեցնել քաղաքացիների սպանությունները։ The Washington Post-ը գրում է, որ Անանը կիրակի օրն առանց որևէ գործարքնքելու հեռացել է Սիրիայից այն ժամանակ, երբ նախագահ Բաշար Ալ-Ասադի ուժերը շարունակում էին հարձակումներ կատարել ապստամբների դեմ։ Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները տվել են Հունաստանին օգնության երկրորդ ծրագրի մեկնարկը, որը ենթադրում է $130 միլիարդ հատկացում վարկային ճգնաժամը հաղթահարելու համար։ Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ այդ ծրագրի առանձին տեխնիկական դետալներ կհստակեցվեն մարտի 16-ի նիստում։ Նա նշել է, որ Եվրամիության ֆինանսական մարմինները վերանայել են հունական պարտքի ծավալի կանխատեսումը 2020 թվականին եւ նվազեցրել դրա մակարդակը մինչեւ երկրի համախառն ներքին արդյունքի 116%-ի, հաղորդում է Արբիկան։ Մարտի 12-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրկիզել են շիական մզկիթ, որի հետևանքով տեղի իմամը մահացել է։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը, հղում կատարելով բելգիական ոստիկանությանը։ Ըստ նույն աղբյուրի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել այս գործով կասկածյալին։ Նշվում է, որ չնայած այրված մզկիթի մոտ մարդիկ են հավաքվում, սակայն իրավիճակը հանգիստ է։ Բելգիայի ներքին գործերի նախարար Ժոել Միլքեն ասել է, որ հրկիզումն իրականացնողը իսլամական ծայրահեղական կազմակերպության անդամ է։ Բանգլադեշում լաստանավի վթարի հետևանքով 200 մարդ անհետ կորած է համարվում։ Դեպքը տեղի է ունեցել Մենգա գետում, երկրի մայրաքաղաք Դաքայից մոտ 30 կիլոմետր հարավ։ Լաստանավը, որի վրա գրեթե 250 մարդ է եղել, բախվել է այլ նավի։ Վթարի վայրում աշխատում են փրկարարները։ Մերձավոր Արևելքից մանավանդ Իրանից նավթի արտահանման ծավալների պակասը հիմնական գործոնն է, որը դարձել է բենզինի թանկացման պատճառ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ ունենալով հեռուստատեսությամբ։ Նրա խոսքերով վերլուծաբանների եւ փորձագետների Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմի մասին անիմաստ խոսակցություններին անհրաժեշտ է վերջ տալ։ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանից պահանջում են դադարեցնել միջուկային ոլորտում հետազոտությունները, քանի որ Թեհրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։ Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները։ Դիտորդները չեն բացառում, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ այն դեպքում, եթե այլ միջոցներով չհաջողվի համոզել Իրանին հրաժարվել այդ մտքից։ Կորա Միրյան, միջազգային լրահոս։